Մենք անջատում հանուն փրկության, հետո Շուշիի Հադրութի դեօկուպացիա։ Ինչ եք անում դուք, ինչու եք այսպես վարվում հայ ժողովրդի հետ։ Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել, երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչ եւս էին դարձում, էլի ոչ մեր կողմից, իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր, հարցը համարվում է սպառված։ Պարոն Միրզոյան, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարի Մինսկի խումբը, դուք նշեցիք հարցը պատասխանի ընթացքում, որ Մինսկի խմբի լուծարումը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, եթե ես ձեզ ճիշտ եմ հողմանում կամ հիշեցնում, դուք այս իրավիճակում, երբ կոնկրետ պահանջները Ադրբեջանը շարունակում է պնդել, Հայաստանը ինչպես է պատկերացնում լուծումը այս իրավիճակից։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ես կարծում եմ, ես հույս ունեի, որ կանդրադառնանք հարցերի, որոնք ձեր դիտարկմամբ գուցե բաց են մնացել հանձնաժողովի քննարկման ընթացքում չհնչեցին, ամեն դեպքում նորից կանդրադառնամ, թեև այս հարցի մասին խոսեցինք։ Ուրեմն նախ փաստենք եղած ձեռքբերումը, այս փուլի համար եղածը, իսկ դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հայտարարված են երկու կողմերից ավարտված, տեքստը համաձայնեցված։ Հիմա Ադրբեջանը, ինչպես եւ մինչեւ այդ հայտարարությունը, հանդես է գալիս հավելյալ պահանջներով դիցուկ, օրինակ բանը, սահմանադրության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը, եթե ուզում եք, ես կարող եմ նորից կրկնել, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա։ Զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Զուգահեռաբար հիշենք սահմանազատման հանձնաժողովների ուրեմն համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվեց Հայաստանի ազգային ժողովում եւ մինչեւ վավերացումը անցավ, ուրեմն քննարկվեց, դիտարկվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում եւ սահմանադրական դատարանը ասեց, որ այս կանոնակարգը սահմանադրականությունը հաստատեց, ասեց համապատասխանում է սահմանադրությանը։ Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմաթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմաններ, այն վերջին մնացորդները անգամ պատրանքների կամ պահանջների, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի պահանջներ իր Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, էլի պետք է որ ծրված լինեն եւ փարատվեն եւ այդպես այլ իմ տպավորությամբ եւ համոզմամբ գոնե ընդունում եւ ընկալում են միջազգային հանրությունը։ Եթե նույնիսկ դրանից հետո էլ կան պնդումներ այն մասին, որ մեր սահմանադրությունը խնդրահարույց է իրենց տարածքային ամբողջականության տեսանկյունից, մենք արդեն իսկ համաձայնեցված տեքստում, որի համաձայնությունը երեք իրենք եւս հայտարարեցին, ունենք դրույթներ, որոնք դա էլ են փարատում եւ կրկին տեսնում ենք, այո, ուրեմն այդ պահանջը եւ հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակելի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կան, տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Այդքան բան, շարունակել աշխատել։ Հնարավոր է համբի սահման, այսինքն ձեր ասածը նշանակում է, որ անկախության հռչակագիրը